Ամենաառանցքային հարցերից մեկը, պարոն Այվազյան, ինչ եք կարծում, արդյոք այս պատերազմի կամ հակամարտության այս շրջափուլի ավարտով գոնե ինչ-որ չափով չեզոքացան այն սպառնալիքները, որոնք կարող էին բխել այս ուղղությունից Հայաստանի համար։ Այո, բավականին, որովհետև եթե պատերազմը շարունակվեր եւ եթե Իրանը ենթարկվեր ավելի ուժգին հարվածների, Միացյալ Նահանգներն իր ամբողջ ուժով մտներ խաղի մեջ եւ ռմբակոծեր Իրանը եւ այլն, այդ ժամանակ ամեն ինչ կարող էր խառնվել իրար եւ Ադրբեջանն ու Թուրքիան որոշեին, որ ժամանակն է հարվածել Հայաստանին եւ մտնեին հենց առնվազն Սյունիքը բռնազավթելու նպատակով ներխուժեին Հայաստան։ Դա մեր առումով, բայց նաեւ տարածաշրջանային առումով շատ ուրիշ զարգացումներ կարող էին տեղի ունենալ, ամենավերջի քայլը կարող էր լինել Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից, շրջափակումը փաստորեն, որ Իրանը ի վիճակի է կատարել, որտեղ իր ուժերը այնտեղ լավ վերահսկում են, մոտ 50 կիլոմետրանոց տարածք է, ականապատման միջոցով, սուզանավերի, ռազմական նավակների միջոցով եւ իր առափնյա բալիստիկ եւ այլ կարգի թրթիռների միջոցով կարող էր փակել այդ միջանցքը, իսկ դա կբերեր ամբողջ համաշխարհային տնտեսության այսպես ուժգին ցնցումներին, նավթի գինը կարող էր բարձրանալ հասնել $250-300 համաձայն Իրաքի արտգործնախարարի գնահատականների, որը գլխավոր նավթ արտահանող երկրներից է, գիտի ինչի մասին է խոսում, եւ ամբողջ աշխարհը ցնցվեր անկանխատեսելի հետևանքներով։ Դրանում այդ քայլին Իրանը գդիմեր ամենավերջին, ուրեմն դեպքում, երբ տեսներ, որ այլևս իր ձեռքին չի մնացել ուրիշ միջոց, ապա կփակեր Հորմուզի նեղուցը, դա իմիջիայլոց նաև ճնշում կլիներ հենց Չինաստանի վրա, որը լինելով BRICS կազմակերպության եւ Շանհայի այդ տնտեսական կազմակերպության ղեկավար անդամ Չինաստանը եւ Իրանն էլ է այդ երկուսի անդամն է, Չինաստանը ցույց չտվեց Իրանին անմիջապես այնպիսի օժանդակություն ռազմական, այդ սկզբից եւ կարող է այդ ժամանակ, եթե այդքան սրվեր իրավիճակը, Իրանի լինել չլինելու հարցը լիներ, փակեր այդ նեղուցը, իսկ դա կբերեր Չինաստանի տնտեսության համար նաեւ ոչ միայն ամբողջ աշխարհի, բայց նաեւ Չինաստանի տնտեսության համար մեծ հետևանքների, բացասական հետևանքների, որովհետև Չինաստանի նավթի 50%-ը գալիս է Պարսից ծոցից։ Իրանը մատակարարում է մոտ 10-15%-ը մնացած այդ Պարսից ծոցի մյուս պետություններն են մատակարարում։ Պատկերացնում եք, եթե Չինաստանը զրկվեր 50% ներմուծվող նավթից, ինչ կլիներ իր տնտեսության հետ, այդ ահռելի 1.5 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը մեծ ցնցումների կարող էր ենթարկվել, իհարկե կընկներ ավելի շատ Ռուսաստանի նավթի արտահանման ազդեցության տակ, բայց մինչև այդքան նավթ կարողանար այստեղից այնտեղից բերել, ինչ ասես կարող էր իր տնտեսության հետ էլ պատահել։ Այնպես որ այդ նաև կարող ենք հիշել, որ զինադադարը կնքվեց Իրանի արտգործնախարար Արաքչիի Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո։ Այո։ Եվ դա վկայում է իմ կարծիքով այն մասին, որ Ռուսաստանը այս հարցում անպայման խորհրդակցել է Չինաստանի հետ, թե ինչ կարող ենք մենք միասին անել Իրանին օժանդակելու համար։ Եվ ինչ որ համաձայնություններից երևույթին եկել են, այդ ինչ որ համաձայնությունների մասին նաև տեղեկացվել են Արևմուտքում, Միացյալ Նահանգներում, Թրամփը, որ եկեք ավելի լավ է չխորացնենք այս ամեն ինչը, թե չէ մենք էլ կօժանդակենք Իրանին, այդ դեպքում Իրանը ձեզ ավելի ուժգին եւ երկար կարող է դիմադրել, այնպես ինչպես դուք եք օժանդակում Ուկրաինային, այնպես է ես կարող եմ օժանդակել Իրանին։ Սա հավանական է, բավականին մեծ հավանականություն կա այսպիսի մի մեծ միջազգային դիվանագիտական գաղտնի ուրեմն համաձայնության, որը եկել են գոնե այս պահին զինադադար կնքենք, իսկ հետո արդեն փորձենք ինչ-որ լուծումներ գտնել։ Թե կգտնեն այդ լուծումները, չեն գտնի, ինչ ճանապարհով կգնան, կտեսնենք։ Հիմա այդ մասն էլ կարող ենք շատ երկար խոսել։